Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Նախորդին Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ու համատեղասուլիս ունեցել, որի ընթացքում հնչեցվել են սուր հարցեր եւ ուշագրավ պատասխաններ։ Պետք է նկատել, որ այս անգամ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պատասխանները նույն հարցերի շուրջ շատ հաճախ խիստ տարբերվող եւ տրամագծորեն հակառակն էին ու չէին նկատվում նախորդ տարիներին արձանագրված նույնանման պատասխանները միևնույն հարցի վերաբերյալ։ Սա նշանակում է, որ կողմերի միջև լուրջ անջր պետք կա եւ այլևս չեն կարող թաքցնել խորքային տարաձայնությունները մի շարք հարցերի վերաբերյալ։ Լավրովը իր ասուլիսը սկսեց հայ-ռուսական հարաբերությունների գովաբանմամբ, երկու երկրների միջև առկա տնտեսական զարգացող կապերից ու կրկին խոսեց դաշնակցային հարաբերություններից։ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև խորը կապերը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է բոլոր ուղղություններով առավելագույնս զարգացնել, նկատեց Լավրովը։ Նրա խոսքով Մոսկվան բարձր է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին, ի հեճուկս արևմտյան որոշ պաշտոնյաների բաց սպառնալիքներին, ասում է Լավրովը։ Նախկինի պես համարում ենք, որ մեր դաշնակցային հարաբերություններում կարևորագույն ոլորտներից է անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի պաշտպանությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականության ապահովմանը, ընդգծել է նա, չնշելով, թե կոնկրետ ինչ սահմաններում դա նկատի ունի։ Այնուհետև ռուսաստանցի նախարարը վերահաստատել է Մոսկվայի աջակցությունը Երևանին ու Բաքվին համաձայնագրի կնքման, հաղորդակցությունների ապաշրջափակման եւ սահմանի սահմանագծման ու սահմանազատման միջոցով լիարժեք խաղաղության հասնելու ճանապարհին։ Ըստ նրա, գործընթացների հիմքում պետք է լինի 2020-22 թվականների բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Մեր այս մոտեցմանը համահունչ մենք հաստատեցինք, որ Ռուսաստանը պատրաստակամ է ապագայում եւս աջակցել Երևանին եւ Բաքվին հասնելու լիարժեք խաղաղության, համաձայնության, կնքելով խաղաղության պայմանագիր եւ համակողմանիորեն ապա շրջապատելով տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքները եւ սահմանագծելով, սահմանազատելով պետական սահմանը այդ գործընթացների հիմքում, այս գործընթացների կուր հիմքը եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, ամենաբարձր մակարդակով Ռուսաստանը, Հայաստանը, ադրբեջանական պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել 2020 եւ 2022 թվականներին։ Լավրովը նաև հայտնել է, որ զգալի ներուժ է տեսնում 3+3 ձևաչափի զարգացման մեջ։ Արդեն կայացել են նախարարական երկու հանդիպում Թուրքիայում եւ Թեհրանում եւ Ստամբուլում։ Առաջին երկուսի արդյունքներով որոշակի լավատեսություն կա հարթակի ապագայի վերաբերյալ, որն ունի բոլոր նախադրյալները դառնալու տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, տնտեսական, տրանսպորտային կապերի եւ հարուստ մշակութային ավանդույթների հենարան, նշել է նա։ Տեսնում ենք ոչ փոքր ներուժ կա զարգացնելու տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափով հարթակը Հարավային Կովկասի 3 երկրներ եւ իրենց մերձակա անմիջական հարևաններ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա արդեն տեղի են ունեցել երկու նախարարական հանդիպումներ Թեհրանում եւ Ստամբուլում։ Հիմա մենք քննարկում ենք երրորդ նախարարական ժողովի անցկացումը Թեհրանի եւ Ստամբուլի արդյունքներով։ Մենք հնարավորություն ունենք որոշակի լավատեսություն ունենալու այս հարթակի ապագայի արդիվ։ Այն բոլոր նախադրյալներն ունի դառնալու կարևոր բաղադրիչ, կարևոր հենք ամրապնդելու համար երկարաժամկետ խաղաղությունը եւ անվտանգությունը տարածաշրջանում ի նպաստ փոխշահավետ տնտեսական համագործակցության, տրանսպորտի ոլորտում համագործակցության եւ իհարկե Հարավային Կովկասի եւ մերձակա հարևանների մշակութային խորը ավանդույթների վրա կառուցված համագործակցությունով։ Մենք խոսեցինք այն մասին, թե որտեղ կարող է երրորդ հանդիպումը անցկացվել 3+3 ձևաչափով։ Ես կարծում եմ, որ այդ միջոցառումը հյուրընկալել
ցանկացողները Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը կարող են իրար հետ լիարժեք պայմանավորվել, մենք պատրաստ ենք դրան աջակցել ապահովելու նիստերի շարունակականությունն, այսինքն մենք կողմ ենք, որ հաջորդ երկու միջոցառումները լինեն տեղի ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներում հաջորդաբար։ Ընդհանրապես մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներով, խոսեցինք անկեղծ չթաքցնելով հուզական դիրքորոշումների առանձնահատկությունը, այդպիսի առանձնահատկություն կա, այն կա ցանկացած երկու երկրների միջև հարաբերություններում։ Լավրովը նաև նշել է, որ Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Հարցն այսօր քննարկվել է երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ժամանակ, ասել է նա։ Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը պատերազմում օգտագործել է ռուսական զենք, հիշեցնեմ, որ Հայաստանը նույնպես անկախություն ստանալուց հետո գրեթե բոլոր տարիներին օգտագործել է ռուսական զենք, այդ թվում ժամանակին վերցնելու համար այն 7 շրջանները, որոնց նկատմամբ երբևէ պաշտոնական հավակնություն չի ունեցել, ասել է ռուսաստանցի դիվանագետը, ի պատասխան լրագրողի դիտարկման, որ Ադրբեջանն Արցախյան պատերազմում ռուսական զենք է կիրառել։ Իմիջիայլոց Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չէր առաջարկում Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսաստանյան զենք վերցնելու համար չվիճարկվող 7 ադրբեջանական շրջանները եւ այնտեղ ամրաշինական ու ռազմական գծեր ստեղծելու համար։ Դա ցույց էր տալիս, որ այդ ամենը այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելու նպատակով է արվում։ Որոշ վերլուծաբանների խոսքով այդ ամրաշինական աշխատանքների բնույթը վկայում էր, որ ընդհանրապես չէին ծրագրում դրանք հետ փոխանցել Ադրբեջանին։ Ռուսական զենքը աշխարհի շատ երկրներում է օգտագործվում եւ միշտ չէ, որ դա համահունչ է բոլոր կողմերին ձեռնտու սկզբունքներին, նշել է Լավրովը։ Լավրով-Միրզոյան ասուլիսի ամենաուշագրավ պահը մի շարք հարցերի շուրջ կողմերի միջև առկա տարաձայնություններն էին, որոնք նույնիսկ բարձրաստիճան դիվանագետները չէին կարող թաքցնել։ ՀԱՊԿ շրջանակում համապատասխան արձագանք եղել է, երբ 2022 թվականին տեղի ունեցան ջերմուկի դեպքերը, ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Լրագրողը հարցրել է, թե ինչու Ռուսաստանը չարձագանքեց ու չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները եւ գործնականում համարժեք արձագանք չեղավ, երբ Ադրբեջանը 2022 թվականին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ու օկուպացրեց ջերմուկից հատվածներ։ Չգիտեմ ինչ նկատի ունեք համապատասխան արձագանք ասելով, քանի որ արձագանքը, որը պետք է լիներ Հայաստանի նկատմամբ, մասնավորապես ՀԱՊԿ-ում մեր պարտավորության շրջանակում, այդ արձագանքը եղել է ու նաև եղել է այն, որ ՀԱՊԿ արագ արձագանքման խումբը այդ օրերին եկել էր Հայաստան, օպերատիվ ներկայացրել զեկույց, կոնկրետ գործնական առաջարկություններով ջերմուկ ուղարկելու համար ՀԱՊԿ դիտորդներ, կարգավորելու համար իրավիճակը, ընդգծել է Լավրովը։ Նա պատմել է, որ հայկական կողմին ներկայացվել էր, թե քանի ՀԱՊԿ դիտորդ պետք է գա եւ որքան զինամթերքով։ Լավրովը նշել է, որ այդ զեկույցը քննարկվել է 2022 թվականին հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։ Այդ տեքստի վրա աշխատել են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, աշխատել են երկար եւ հենց իրենք էլ խմբագրել են տեքստը, որ կազմել էր ՀԱՊԿ-ը։ Հասել էինք ամբողջ տեքստի կոնսենսուսի ու այն առավոտյան ներկայացվեց երկու երկրների ղեկավարների քննարկմանը, սակայն հայկական կողմը առաջարկեց հետաձգել այն։ Մենք համաձայնեցինք։ Ավելի ուշ նոյեմբերին արդեն իսկ հայտարարվեց Եվրամիության առաքելության մասին եւ Պրահայում հայտարարվեց, թե ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը ու խոսվեց 1991 թվականի Ալմա-Աթայի համաձայնագրի մասին, նշել է Լավրովը։ Նրա խոսքով այս իրադարձություններն անակնկալ էին Ռուսաստանի համար, քանի որ 2020 թվականի նոյեմբերի պատերազմական գործողությունների թեժ պահին երեք երկրների ղեկավարները տեքստ էին կազմել պատերազմի դադարեցման մասին։ Այդ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը գիտակցաբար ճակերտների մեջ էր թողնված։ Դա ջենթլմենական համաձայնություն էր, որտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնված էր երկու երկրների ղեկավարների հետագա փոխհամաձայնեցման վրա, նշել է Լավրովը։ Ըստ նրա քննադատել միշտ կարելի է, սակայն չի քննադատվում նա, ով ոչինչ չի անում, իսկ ռուսական կողմը ամեն ինչ արել է, ջանացել է։ Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի պայմանագրային պարտավորություններին, այդ արձագանքը եղավ։ Անմիջապես առաջնախումբը իրավիճակին ծանոթանալու համար փաստահավաք առաքելությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, արեց օպերատիվ զեկույց, առաջարկներ այն մասին, որ ՀԱՊԿ-ի դիտորդներին պետք է ուղարկել այնտեղ իրավիճակը կայունացնելու համար։ Եղել էր նաև կառավարությունների հանդիպում, աշխատում էին արտգործնախարարները,
պաշտպանության նախարարներն այդ ուղղությամբ երկար եւ իրենք էին խմբագրում այն առաջարկությունները, որոնք ներկայացվեցին ՀԱՊԿ-ի քարտուղարության կողմից ու ի վերջո մենք կոնսենսուսի հասանք ամբողջ տեքստի վերաբերյալ, որը նաեւ հետո ներկայացվեց պետությունների ղեկավարներին եւ ըստ նրա հայկական կողմը խնդրեց հետաձգել։ Լավրովը պատասխանել է հարցին, թե 22 թվականին Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, թիրախավորեց Ջերմուկ քաղաքը, այն պայմաններում Ռուսաստանը ինչու չարձագանքեց ու չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները ու գործնականում համարժեք չեղավ արձագանքը։ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանն իր հերթին նշել է, սա հենց այն դեպքերից է, երբ մենք երկու երկրներս ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում, միաժամանակ ունենք նաև հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները եւ Ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է։ Անկյունակարային է եղել այդ իրադարձությունը նաև հետագա զարգացումների եւ դիրքորոշումների համար, այդ թվում եւ ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում։ 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին ու Ադրբեջանին։ Հայաստանյան կողմն իր համաձայնությունը հայտնեց առաջարկություններին, իսկ ադրբեջանական կողմը չտվեց դիրքորոշում։ Իսկ սեպտեմբերի առաջին կեսին մենք տեսանք արդեն ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումից հետո մեր դաշնակիցների հետագա գործողությունները գոհացուցիչ չէին, ասաց Արարատ Միրզոյանը։ Հոկտեմբերին տեղի ունեցավ հանդիպում արդեն Պրահայում, վերահաստատվեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակում։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, Հայաստանը չի վիճարկում Ղարաբաղի պատկանելիությունը եւ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշեց նա։ Չնայած շատ հարցերում արկա տարաձայնություններին, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Երևանը չի պատրաստում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ։ Մեր պարտավորություններն ու իրավունքները, մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված եւ դրանք որևէ մեկը չի լուծարել, միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված միջոցառումներն ու մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է, նկատեց Միրզոյանը։ Այժմ զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Պարոն Սաքունց, միշտ բովանդակությանը անդրադառնալ Լավրով-Միրզոյան հանդիպման, նախ սկսենք տեղի ունեցած բողոքի ակցիայից, հա, ինչու իրավիճակը լարվեց ինչ-որ պահերի, հա, նաև տեսանք, որ դուք այնտեղ հրապարակում գործող ավազանի մեջ հայտնվեցիք։ Չէ, ես նախ առաջի հերթին ասեմ, որ ոստիկանության բոլոր գործողությունները անհիմն էին, որևէ հիմնավորում, թե ինչու պետք է լքեն արտգործնախարարության դիմաց այդ ամիջական հարակից մայթից ուրեմն պետք է հեռացվեն եւ հեռանանք, ավելին հորդորեցին եւ միաժամանակ այդ ուժ գործադրելով, հրելով ոստիկանական պատնեշով բողոքի ցույցի փոքրաթիվ մասնակիցներին հրեցին մյուս մայթը, դիմացի մայթը, որ իբր այդ մայթի վրա, բայց հետո ինչ որ հրաման ստացան ամենայն հավանականությամբ, որովհետև դրանից հետո էլ ասեցին այդ մայթում էլ չպետք է կանգնել եւ այդ մայթից էլ հրելով հեռացնում էին եւ այդ հրելու ժամանակ ես այլ տարբերակ, որովհետև կամ պետք է ենթարկվեի իրենց այդ ապօրինի գործողությանը կամ կատարեի քայլ եւ լավագույն տարբերակը գտա ինքս գծվելու ավազանի մեջ եւ հրավիրեցի, այսինքն կոչ արեցի, եկեք դե ավազանից էլ հանեք եւ բնականաբար ոստիկանները ավազան չմտան։ Այսինքն այս բացառիկ ոչ բռնի, բացառիկ դիմադրության, տանող այնպիսի գործողություն, որը կհանգեցներ ոստիկանի հետ արճակատման, այդ գործողության փոխան ես նախադրեցի այդ քայլը կատարել եւ ոստիկանները ըստ էության շարունակեցին հրել ցույցի, բողոքի ցույցի մյուս մասնակիցներին, այդ դա էր պատճառը, այսինքն դա քայլ էր ցույց տալու համար, որ չեմ ենթարկվում այդ ապօրինի գործողությանը եւ չեմ ենթարկվում այդ պահանջին, նույնիսկ կրկին բացառիկ անհիմն եւ մենք իհարկե այդ ոստիկանության գործողությունները անպայման կբողոքարկենք վարչական
դատարանում եւ իդեպ հետաքրքիր է ինչ որ ոստիկանության ներկայացուցիչներից մեկը թե հետո դուք ուրեմն բողոքարկեք, բայց այս պահին մեր պահանջը հետեւյալն է։ Նպատակը, որովհետեւ հետո բերեցին ավտոբուսներին, իդեպ մի քանի քաղաքացիներ կան եւ հայտնեցին, որ պատրաստում են ավտոբուսներով բերել, որ ծածկվի եւ Լավրովը հանկարծ իր պատկերով այդ ցուցապաստառներից չհուզվի։ Այսինքն բողոքի ակցիան, որը նպատակ էր հետապնդում դիրքորոշումը գնահատականը հասցնել Լավրովին եւ նրա ներկայացուցիչից, նրա ներկայացուցիչները առավոտից, այսինքն ժամը 11-ից ականատես եղան, թե այո, նպատակն էր ոստիկանության, որպեսզի բողոքի ցույցի այդ ուղերձը անմիջապես Լավրովին չհասնի։ Սրանով է պայմանավորված, որ բացառիկ խաղաղ, բացառիկ հանգիստ, որովհետև կներեք մի 30 կամ 40 հոգի չէին կարող ոչ հասարակական կարգը խանգարել, ոչ էլ ինչ-որ ենթադրյալ պաշտոնական արարողություն, ինչ արարողակարգեր այդտեղ դրոշակներ էին ցցված, որոնք ասենք թե պետք է Լավրովը գորգի վրա բարձրանար, իջներ եւ այլն, չկար այդպիսի բան, հա։ Այսինքն սա էր ամբողջ իրավիճակը եւ այստեղ ամենաամոթալին եւ խայտառակը այն էր, որ ըստ էության ես դա այդպես եմ վերլուծում, կամ Լավրովին հաճոյանալու նպատակով, որպեսզի իրապես ինքը անհարմար այդ ուղերձներից չհուզվի, կամ Լավրովի աշխատակազմի պահանջներ, որպեսզի իրենց արտգործնախարարին, իրենց շեֆին անհաճո այդ պատկերները հասանելի չլինեն, բոլոր դեպքերում դա բողոքի ակցիայի բում բովանդակության, սա ապօրինի եւ անհիմն եւ անհամաչափ սահմանափակում էր։ Կանք բովանդակությանը նախ արտգործնախարարը ասաց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաֆորմատավորում տեղի չի ունենալու։ Եթե դա իրականություն է, եթե ընդունենք, որ դա պաշտոնական դիրքորոշում է, ապա ներկայ իշխանության ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի կողմից իրենց իսկ իշխանության ամենաբարձր մակարդակով հայտարարված հիբրիդային պատերազմին կամ ընթացք տալու, այսինքն դա նշանակում է, որ իրենք լեգիտիմացնում են այդ ճնշման գործիքները եւ ճանաչում են որպես օրինական, որի դեմ դժգոհում էին, կամ ենթադրում եմ եւ ամրագրում եմ, որ Հայաստանի ներկայ իշխանությունը տեղի տվեց այդ ճնշումներին եւ ենթարկվեց ռուսական կայսերապաշտական կամ կայսրության ուրեմն պահանջներին։ Հակառակ դեպքում այլ բան չես կարող ենթադրել, կամ, չգիտեմ, չափից դուրս ուրեմն նույն ռուսական տերմինն ասեմ, հա, շուստրի են, որ իբր կասեն մի բան, բայց հետո կանեն մեկ այլ բան, բոլոր դեպքերում այս երկիմաստ վիճակը, միաժամանակ երկու աթոռին նստելու վիճակը, երբ որ դու ազգային ժողովում ընդունում ես Եվրոմիության անդամակցության գործընթացի սկզբի մասին օրենքը, ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլեր ես կատարում Ֆրանսիայի հետ, հա, օրինակի համար Եվրոպական միության անդամ պետությունների հետ, ու այդ պետությունների կողմից մի ռեժիմի դեմ սանկցիաների պատժամիջոցների պարագայում ենթարկում ես այդ ռեժիմին, ապա այս երկիմաստությունը պետք է բացատրվի եւ պետք է ներկայացվի հանրությանը, թե ինչով է պայմանավորված, որովհետեւ չի կարելի եւ չպետք է մենք գտնվենք անդադար վիճակում, որ ենթադրություններ անենք։ Բոլոր դեպքերում Կրեմլի մարդասպան ռեժիմի արտաքին գործերի, հա, նախարարի ներկա լինելը Հայաստանում ամենաամոթալի դրվագներն է նորագույն պատմության մեջ։ Ես պետք է հիշեցնեմ, որ նման բողոքի ակցիա մի քիչ ավելի մեծաթիվ եղավ 2013 թվականի դեկտեմբերին, հիշում եք Շանթ Հարությունյանը նոյեմբերին անցկացրեց այդ անհնազանդության ակցիան, այնուհետև Պուտինի, երբ որ Սերժ Սարգսյանը մի գիշերվա ընթացքում հանդիպումից հետո հրաժարվեց երկար տարիներ բանակցված Եվրոպական միության արևելյան գործընկերության ասոցիացման համաձայնագիրը ստորագրելուց,
եւ դրանից հետո շատ կարճ ժամանակ անց Պուտինը այցելեց Հայաստան, այդ բողոքի ցույց կազմակերպեց։ Եվ հիմա ըստ էության այս երկու այցերը իրենց բովանդակությամբ ստանում են հանրության կողմից նույն ընկալումը, բայց իրավիճակը արմատապես է փոխված։ Ի տարբերություն 2013 թվականի, որին հաջորդեց նախ 4-օրյա պատերազմը եւ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա եւ ըստ էության այն նկատառումները, որոնք սեպտեմբերի 3-ից հետո 2013 թվականի հհկական այս վերնախավը ուրեմն ճամարտակում էր, թե իբր անվտանգության նկատառումներով է այդ զիջումը արվել, այսինքն տեղի ունեցավ փաստ, որ անվտանգության նկատառումներով քո ինքնիշխան որոշումից հրաժարվելը կամ քո ազատ որոշում կայացնելը հիմնավոր չէ եւ դատապարտված է, որովհետեւ եթե զիջում ես հանուն անվտանգության ազատությունը, ապա կորցնում ես եւ ազատությունը եւ անվտանգությունը։ Եվ այդ մեսիջը հանրության մոտ, 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո ամրագրվեց։ Մյուսը իհարկե Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որի արդյունքում 44-օրյա պատերազմի արդյունքում ձեր հիշատակած Եռակոմ հայտարարությամբ Ռուսաստանը վերցրեց Լեռնային Ղարաբաղի բնակության անվտանգության երաշխավորի պարտավորությունը հանձինս իր զորախմբի, որը այնտեղ պետք է ապահովեր իբր անվտանգությունը եւ չապահովեց, ավելին իր անգործության լռելային համաձայնությամբ տեղի ունեցավ բլոկադա Լեռնային Ղարաբաղի բնակության, այն հետո բռնի էթնիկ զտում տեղի ունեցավ, ավելին նաև ուրեմն Հայաստանի տարածքից օկուպացրեց ուրեմն Ալիևի ռեժիմը, այս ամեն ինչը բոլորին այլ հասարակական տրամադրությունների արկայության պարագայում գումարած դրան Ուկրաինայի դեմ ագրեսիան, որը նույն հետխորհրդային տարած պետություն է եւ մենք էլ ենք հետխորհրդային պետության կարգավիճակում գտնվում, սա վկայում է այն մասին, որ հաշվի չառնելով հանրային տրամադրությունները, իդեպ որի մասին վկայում էին կամ հղում էին անում ներկա իշխանության ներկայացուցիչները, որ հակառուսական տրամադրությունները այսքան բացասական չեն եղել երբևէ նկատի ունեն հակակրեմլյան։ Այս պարագայում Լավրովի գտնվելը Հայաստանի Հանրապետության ամենաամոթալի վիճակն է։ Սա ավելի ամոթալի է, քան Պուտինի ուրեմն այցը 2013 թվականի այդ սեպտեմբերի 3-ից հետո։ Նա էլ էր ամոթալի, բայց հանրային տրամադրությունների այս փոփոխության պարագայում այս էթնիկ զտման, ըստ էության դե ֆակտո ցեղասպանության, պայմաններում, երբ որ դու ընդունում ես մի պետության խոսնակի, այսպես կոչված, ռեժիմի, որ ուղղակի այդ նոյեմբերի 9-ի համաձայնագրով որևէ կետ չի կատարել, շարունակում են գերեվարված մնալ ռազմագերիները, որոնք պետք է այդ կետերով վերադարձվեին առանց բոլորի դիմաց Հայաստանը կատարեց, իսկ Ադրբեջանը չկատարեց։ Եվ ըստ էության որպես միջպետական նշեցիք, պայմանագրով վերցած պարտավորությունը չկատարեց։ Եվ հերթական անգամ, երբ որ Լավրովը խոսում է արդեն ցինիկաբար Երևանում, թե հապկը դիտորդներ էր ուղարկելու, կներեք ռուս-հայկական միջպետական պայմանագրով, դաշնակցային պայմանագրերով, չնայած ռուսական պետությանը պետք է վերաբերվել հենց որպես կայսրի հետ որևէ գործընկերային համաձայնագիր չի լինում եւ ներկայ իշխանությունը այդ կայսրությանը հպատակի կարգավիճակը ամրագրող այդ պայմանագրերի այդ շարանը կամ այդ գործընթացը չդադարեցրեց, ավելին կարծես ոչ թե կարծես ուղղակի հայտարարեց իր ենթակայության մասին։ Սա հետևանքները, նորից եմ կրկնում, կրում է ներկայ իշխանությունը։ Մենք ունենալով անվտանգային լուրջ սպառնալիքներ, այդ անվտանգային սպառնալիքների առաջացման մեջ ռուսական ուղղակի մասնակցությունը եւ հովանավորությունը հաշվի չառնելով կամ գիտակցելով, բայց գնալով այդ սպառնալիքների ենթակայությանը, տակին մնում է ընդամենը մեկ բան,
իշխանությունը պահելու խնդիրը։ Կներեք, Ուկրաինան ցույց է տալիս, թե ինչպես պետք է այդ կայսրության քաղաքականությանը դիմագրավել։ Ես հասկանում եմ, բավական շատ ծանր է այն վիճակը, որում գտնվում է Ուկրաինան, բայց մի ռեժիմ, որը իր քաղաքացիներին է սպանում, հիշենք Չեչենական առաջին պատերազմը, երկրորդ պատերազմը, ընդդիմադիրներին է սպանում, Նեմցովի սպանությունը Մոսկվայի կենտրոնում, բանտարկում արտաքսում, ընդդիմադիրների ազատազրկում տարիների շարունակ, լրագրողների սպանությունը Էստեմիրովայի սպանությունը եւ այլ եւ մազապուրս այդ ռեժիմից փախչում են, գալիս են Հայաստան, ապաստան գտնում, հա։ Այսքանից հետո գումարած անեքսիան Ղրիմի, հա, այսինքն չի կարող այդ ռեժիմը ունենալ գործընկերային վերաբերմունք, երբ որ դա հակացուցված է իրեն։ Հայաստանը որպես դեգոնը մենք ցույց անում ենք մեզ Մոսկվայում նման ցույց մեկ անգամյա ակցիաներ անգամ ել չեմ խոսում Բաքվում, հա, նման պայմաններում, երբ որ դու բովանդակային առումով հակասության մեջ ես որպես իրականություն մի պետության հետ, որը ընդհանրապես մարդու իրավունք, որին հեռացել են Եվրոպայի խորհրդից հենց որպես մարդու իրավունքների անպատիժ խախտող։ Դու ոնց կարող ես ասել, որ վերաֆորմատավորում տեղի չի ունենալու։ Ռուսաստանը վերաֆորմատավորել է վաղուց իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանը հանդես է եկել եւ այն պետությունը, որը գերադասում է Ադրբեջանի ռեժիմի հետ ռազմավարական դաշնակցի պայմանագիրը Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցի պայմանագրից։ Ինչ նշանակում չվերաֆորմատավորել։ Սա նշանակում է, նույնիսկ եմ կրկնում, գիտակցաբար մնալ հանցագործ ռեժիմի երախում։ Ռուսաստանի Դաշնությունը հանձինս Կրեմլի ներկա ռեժիմի հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 սպառնալիքը, ոչ միայն Հայաստանի, այլ հետխորհրդային տարածաշրջանի պետությունների, որովհետև նույն Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ խորհրդային միության, որը հանդիսանում է ցարական կայսրության, ուրեմն իրավահաջորդը, ներկայիս Ռուսաստանի Դաշնությունն է խորհրդային միության իրավահաջորդը, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկը։ Ինքը բազմիցս է հայտարարել, որ խորհրդային միության կործանումը դա աշխարհաքաղաքական ողբերգություն էր։ Հիմա ինքը ցանկանում է վերականգնել այդ կայսրությունը եւ դրան է միտված իր ամբողջ գործողությունը։ Հիմա դու, այսինքն ասում ես, դե լավ, քանի որ ինքը այդպես է ուզում, ես ենթարկվում եմ կայսրության շահերին հանուն գոյությունս պահպանելու, կներեք նման պայմաններում գոյություն չեմ կարող պահպանել։ Բալանսավորում ո՞ր մնաց։ Ինչ բալանսավորում։ Մեր արտաքին քաղաքական։ Ես չգիտեմ այդ բալանսավորման անհեթեթությունը կամ այդ բալանսավորում հասկացողության անհեթեթությունը կյանքը ցույց է տալիս։ Դու եթե չունես ռազմավարական համագործակցություն, օրինակ նույն Ֆրանսիայի հետ, չունես ռազմավարական համագործակցություն Եվրոպական միության անդամ, նույնիսկ այդ նույն Գերմանիայի, որը հստակ քեզ աջակցողի դերում է հանդես գալիս։ Եթե դու այդ ռազմավարական համագործակցությունը չես ձևավորում, ապա ո՞նց կարող ես բալանսավորել։ Ընդհակառակը դու բալանսից ավելի ուրեմն շեղված վիճակում ես հայտնվում։ Սա եւ այսօրվա այս ոստիկանական ապօրինությունը իր թեկուզ այսպիսի դրսևորումներով ինքը շատ մտահոգիչ է։ Շատ մտահոգիչ է, որ Լավրովի հոգեկան վիճակը պահպանել է առաջնային է, քան թե սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խաղաղ, բացառիկ խաղաղ ակցիան, հա, խոչընդոտելով, որպեսզի մարդիկ իրենց կարծիքը կարողանան ներկայացնեն, հասցնեն այն անձին, որի գործողության, որի ռեժիմի քաղաքականության դեմ այդ բողոքի ցույցը ներկայացվում էր։ Շնորհակալություն, պարոն Սակոյան։
Զրուցակիցս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։